Ցերեկվա ժամերին նորմալ աշխատում ենք, երեկվան ժամերին ունենք մի քիչ խնդիր, սպասելու հետ կապված, շնորհիվ այդ շատ տարբեր պայմաններով է, էլի պայմանավորված, այսինքն սկսած խցանումներից, վերջացած որոշ մարդկանց չվճարումներից եւ այլն, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ խմբականը ավելացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ Եվ երբ եղաք հանրային տրանսպորտում, օրինակ քաղաքացիներից լսեցիք դժգոհություններ քաղաքային իշխանության հասցեին, որովհետև մենք գրեթե ամեն օր ենք լսում, որովհետև ամեն օր ենք լսում։ Եթե անկեղծ ասեմ, ձեզ դժգոհություն չեմ լսել, բայց ես ինքս էլ կարող եմ գնահատել իրավիճակը եւ ինքս էլ եմ ասում, որ այո, խմբականակը պետք է ավելանա, բայց քանի որ եկեք հաշվի առնենք, որ դա մի process է, այսինքն մենք մի խմբականակ փոխեցինք, հետո ավելացրեցինք տրանսպորտը եւ ինչն է հետաքրքիր, որ օրինակ չվճարելու կոչանողները նույն տրամաբանությամբ չեն ասում, որ օրինակ նոր խմբականակ ավելացնելու համար վճարում են, այսինքն պետք է բյուջե ավելանա, որ կարողանան ձեռքբերում անել։ Մենք մի վայրկյան, ասենք, չենք ուշացնի, եթե նորմալ վճարումները կատարվեն, հիմա վերջերս էլ քաղաքապետը արդեն հանձնարարական է տվել, եթե նայել եք երեք գործակարգավարականը 170 նոր շարժակապ ձեռքբերելու մասին հանձնարարականը տրվեց արդեն։ Ասածս ինչ է, պետք է վճարում լինի, որ դու այդ գումարին համարժեք կարողանաս այդ ձեռքբերումը անես, էլի։ Խնդիրը չվճարելն է, որ նոր խմբականակ չունի։ Դե հիմնական իհարկե ավտոբուսը ձեռք ես բերում գումարով, դա մեկ, եւ երկրորդը մեծ քանակների դեպքում ավտոբուսները դա սովորական բան մեքենաներ չեն, որ կարողանաս գնաս օրինակ սերվիսից գնաս, դու նախնական պատվեր ես տալի, կամ տենդերը շահում, չէ՞, այսինքն տենդեր շահողը նախնական ինչ-որ ժամկետներ է ֆիքսվում, երբ է գալի, ինչ ինտենսիվությամբ։ Գուցե օրինակ պարգևավճարների մի մասը ուղղվեր հանրային տրանսպորտի ձեռքբերմանը։ Ես անկեղծ ես ասեմ, ես կուզեի մի քիչ պարգևավճար բառը փորձեինք բացվածքով տայինք, էլի։ Գիտեք, ինքը տենց հնչեղա հնչում ու կարող է մարդկանց համանդիմությունն է դա շատ լավ շահարկում, էլի, բայց եկեք ֆիքսենք, որ պարգևավճար քաղաքապետարանի ընդհանուր բոլոր կառույցներում մոտավորապես 35,000 մարդ է աշխատում։ Եվ ոչ չեմ ասում 100%-ով բոլորը, հա, այսինքն այդ պարգևավճարները բաշխվում են, չէ, մարդկանց միջև, այսինքն մի րոպե նույն ավարտեմ, էլի, ավարտեմ, այո, հա, քաղաքապետարանի աշխատակիցը բոլորիս պես քաղաքացի է, այս շենքի աշխատակիցն էլ է բոլորի պես քաղաքացի, ժողովուրդ, այդ բանը թարգեք մտածելակերպը։ Վերջի 235 միլիոն դրամ պարգևավճար։ Հա, 235 միլիոնը նորից եմ ասում, դուք որ բաշխեք, շատ ես շնորհակալ կլինեի, եթե դուք ասեիք 235 միլիոն դրամը բաշխվել է քանի հոգու միջև։ Քանի հոգու։ Այս դա այդ եմ ասում, ֆինանսականից հարցրեք։ Ուզում եմ ասեմ, ես կփորձեմ հատուկ ձեր համար, որ դա անձնականը անուն առանուն չի բնականon ձեզ տրվելու։ Ես ձեզ ընդհանուր թիվ եմ ասում։ Երբ որ հնչում է, կարծում եմ պետքա ճիշտ հնչի, այսինքն 235 միլիոն քանի հոգի է ստացել այդ գումարը։ Ու կարող է շատ մեծ անակնկալի գաք եւ հասկանաք, որ դա նորմալ տրամաբանական է։ Ու շատ նորմալ պրակտիկա է, երբ որ լավ աշխատակիցները, ես չեմ խոսում միայն ղեկավար կազմի մասին, ճիշտ հասկացեք։ Քաղաքապետարանում աշխատում են բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նույնիսկ այտենց քաղաքական հայացքներով, ոնց ասեմ, իրանց գործառույթը քաղաքականությունը չի։ Լավ, պարոն Սարգսյան, վերջին օրերին տեսնում ենք, որ Ադենյանի քաղաքացիների ամոթանք տալուց եւ վարորդներին պահանջելուց, որ եթե չեն վճարում կանգնեցեք կամ իջեցրեք կամ ասեք թող վճարեն, նոր շարունակեք վարել, միջադեպեր են տեղի ունենում։ Օրինակ հարձակվել են 74 համարի ավտոբուսի վարորդի վրա։ Մեկ միջադեպ 3 է եղել, երբ ուղևորը դանակահարել է վարորդին, ինչպես կգնահատեք այս դեպքերը։ Առաջին դեպքում դա կապ ուներ ուղևորցը չվճարելու հետ, միջադեպը դրանից էր սկսվել։ Ես կուզեի ընդհանրապես դա չկապվեր քաղաքապետի խոսքի հետ, ասեմ ինչու, որտեղ հանցագործությունը մնում է հանցագործություն։ Ձեր նշված դեպքերը հանցագործությունն են։ Չէ, մի րոպե, վեճերը ծագում են Երևան քաղաքում
ամեն օր նույն տրանսպորտում կարող իրար չզիջելու համար էլ վիճեն։ Կոնկրետ դեպքով ենք։ Չէ, կոնկրետ չէ, մի րոպե ավարտեմ էլի։ Ուզում եմ ասեմ, այն ինչ օրինակը դուք բերում եք, դա ինքը մի քիչ տրամաբանական չի։ Այսինքն դա քաղաքապետի կոչի հետ կապ չունի։ Կարա լինի վեճ, մարդասի չեմ վճարում, թողնի գնա, չգիտեմ, 1000 տեսակ բան, բայց եթե գործը հասնում է բռնության կամ դանակահարության, դա հանցագործություն է։ Իմ ասածը դա է, եւ դա որևիցե կապ չունի քաղաքապետի խոսքի հետ։ Դա մարդու տեսակ է, որը որ կարծում է, որ ինչ որ իրա պատկերացրած ճշմարտությունը կարա բռնությամբ առաջ տանի կամ դանակահարությամբ կամ չգիտեմ ինչով։ Ու այդ խոսույթը իրականում ես ձեզ ասեմ շատ վտանգավոր է։ Նույնիսկ քաղաքական գործիչներին էլ պետք է կոչ անել, խնդրել, որ նմանատիպ արարքները որևիցե կերպ չփորձվի սրանց վրա բարթել, որովհետև դա կոնկրետ հանցագործության դեպքերի մասին ենք մենք խոսում։ Այ հարցը եթե դուք ինձ ասեք տրանսպորտում վիճաբանություն է եղել կամ մարդիկ իրար չեն հասկացել կամ չգիտեմ տհաճ խոսակցություն է եղել, բայց այլ հարցը հանցագործություն կատարել է։ Պարոն Սարգսյան, դուք ԿՊ նախընտրական ցուցակում կաք։ Կամ Ինչի ձեզ չենք տեսնում օրինակ կուսակցական քարոզարշավերին։ Քարոզարշավներին ճիշտն ասած ես ցուցակում բավական հեռու համարների մեջ եմ եւ ի սկզբանե եթե խոսքը գնում է ավտոբուսով մարզերով շրջելու մասին հայտարարվել է արդեն թե ցուցակի որ համարներն են մինչեւ 50 համարը որտեղ ներկուսակցական քվեարկություն պետք է լիներ ու հենց դրա համար էլ դա արվում էր։ Բայց Երևանում էլ մի քանի անգամ կազմակերպվել է։ Պես Երևանում ուզում եմ ասեմ ցուցակի առաջին 50 համարը կուսակցության անդամները պատվիրակները պետք է քվեարկեին կուսակցության առաջին 50 համարը ոնց որ ձևավորեին եւ խոսքը գնում է 50 համարի առաջի 50 համարի մասին։ Պարոն Սարգսյան, ամենևին իհարկե խրախուսելով, որ մարդիկ չեն վճարում, բայց ամեն դեպքում ավտոբուսի վարորդները որքան ով են պարտավոր, իրենց պարտականությունն է արդյոք այդ հավաքագրումները անելը, որովհետև ի սկզբանե իրենց աշխատանքի ընդունած ասել եք, դուք պարտավոր եք այդ 50 դրամները հավաքագրել յուրաքանչյուրից։ Ես փորձեմ հակառակ կողմից ասեմ, ես կարծում եմ, եթե վարորդների համար դա անընդունելի իրավիճակ լիներ, այդ հարցը կբարձրաձայներ եւ կհասներ մեզ։ Եվ այսինքն ես չեմ ասում դա պարտադրվել է, ես պայմանագրին մանրամասն ծանոթ չեմ, իրանց հետ կնքված այս բանը որ ձեզ ասեմ, բայց ես կարծում եմ, որ նմանատիպ կետ երևի թե նախատեսած է, դրա համար մենք հակառակ էֆեկտը չունենք այսօր։ Եվ պարոն Սարգսյան, քաղաքացիորեն է նշվելու ամսի 25-ին համայնքային բյուջեից արդյոք հատկացումներ եղել են թե ոչ, ինչ հատկացումներ են եղել։ Այդ հարցով ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի քաղաքապետի տեղակալների հետ խոսել։